Երբևէ արթնացել եք գիշերը ու հասկացել, որ չեք կարողանում նույնիսկ մատը շարժել, ու ամենասարսափելին զգացել եք, որ սենյակում մենակ չեք։ Շատերը սա կապում են միստիկայի, չար հոգիների կամ անգամ այլ մոլորակայինների հետ, բայց գիտությունն ունի այս սարսափի շատ հստակ և ապշեցուցիչ բացատրություն։ Սա կոչվում է քնի պարալիչ։ Երբ մենք քնած ենք ու երազ ենք տեսնում, մեր ուղեղը հատուկ հրաման է տալիս և անջատում է մեր մկանները։ Սա կենսաբանական պաշտպանություն է, որպեսզի երազի մեջ վազելիս կամ կռվելիս մենք անկողնում իրականում չշարժվենք ու չվնասենք ինքներս մեզ։ Բայց երբեմն մեր օրգանիզմի համակարգը խափանվում է։ Ձեր գիտակցությունը արթնանում է, ձեր աչքերը բացվում են, բայց մարմինը դեռ մնում է քնած վիճակում։ Դուք ուզում եք գոռալ, բայց չեք կարողանում։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենավախենալուն։ Քանի որ դուք խուճապի մեջ եք, իսկ ձեր ուղեղը դեռ կիսով չափ երազների փուլում է, այն սկսում է պրոյեկտել ձեր մղձավանջները իրական աշխարհ։ Դուք տեսնում եք սենյակը ձեր աչքերով, բայց ձեր ուղեղը ավելացնում է հալյուցինացիաներ։ Մարդկանց մեծ մասը տեսնում է սև ստվերներ դռան մոտ, զգում է ծանրություն կրծքավանդակին, կարծես ինչ-որ մեկը նստած լինի վրան, կամ լսում է շշուկներ։ Հնում մարդիկ կարծում էին, թե սա դևերի հարձակում է, բայց իրականում դա պարզապես ձեր սեփական ուղեղն է, որը սարսափ ֆիլմ է ցույց տալիս հենց ձեր սենյակում։ Վիճակագրությունը ասում է, որ կյանքում գոնե մեկ անգամ մարդկանց 8-ից 20%-ը զգում է սա։ Դուք երբևէ ունեցել եք քնի պարալիչ, եւ ինչ եք տեսել կամ զգացել այդ պահին, գրեք մեկնաբանություններում։